Հաջորդ հարցը կրկին պարոն Գորգինյանի հարցն է, խնդրում եմ կրկին պարզաբանել, որ տխրահռչակ հայ-թուրքական արձանագրություններում թուրքական հիմնական նախապայմաններն արդեն իսկ ամրագրված են գրավոր տեսքով եւ որ անիմաստ է հայտարարել մենք կողմ ենք առանց նախապայմանների կարգավորմանը, թեև հատկապես Արցախի մասով նախապայմանն առաջ է քաշվում նաեւ բանավոր։ Ամենակարևորը, որ պետք է օր առաջ չեղարկել դրանց կնքման գործընթացը։ Սա կարծիք հարց է։ Այո։ Գիտեք, ինձ մոտ հիմա այդ արձանագրություններն են, երկու արձանագրությունները, հիշենք, որ մեկը կոչվում էր հարաբերությունների զարգացման մասին, իսկ մյուսը դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին Հայաստանի եւ Թուրքիայի, երկուսն էլ գիտեք ստորագրվել է, բայց այսօր փառք Աստծո դեռևս չի ավելացվել։ Հիմա մի փոքր առաջ գնալով հիշեցնեմ, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերություններ հաստատելու աշխատանքները սկսել է հենց մեր անկախությանից ի վեր եւ այդ 90-ականների սկզբին բազմաթիվ քննարկումներ են եղել եւ Թուրքիան 3 պայման կամ նախապայման է դրել մեր առջեւ։ Մեկը սահմանների ճանաչումն է, մյուսը այսինքն ներկայիս սովետաթուրքական այսինքն սովետաթուրքական սահմանի ճանաչումը որպես Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի սահման, այսինքն հրաժարում ըստ էության մեր իրավունքներից, մյուս կետը դա ցեղասպանության հարցից հրաժարումն է, այսինքն այդ հանձնաժողով ստեղծել եւ դնել կասկածի տակ, եւ երրորդ կետը Արցախի հարցն է։ Ինչպես իրենք են ասում, առաջընթաց Արցախի հարցում լուծում որը պարզ է։ Հիմա երբ որ մենք այս արձանագրությունները կարդում ենք, ապա ակնհայտ է, որ այդ 3 նախապայմանից երկուսը արդեն ամրագրված այս փաստաթղթերի մեջ։ Հիշեցնեմ, որ այս դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին փաստաթղթի մեջ, որտեղ դուք տեսնում եք տակը Էդուարդ Նալբանդյանի եւ Ահմեդ Դավուտօղլուի ստորագրությունը, այստեղ հստակորեն այս արձանագրության մեջ հաղումներ կատարելով թե ինչ պայմանների վրա է գրված է հաստատելով երկու երկրների միջև գոյություն ունեցող սահմանի փոխադարձ ճանաչումը, ինչպես սահմանված է միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերով։ Հստակորեն գրված է հաստատելով ճանաչումը երկու երկրների գոյություն ունեցող սահման։ Գոյություն ունեցող։ Հա, գոյություն ունեցող, այսինքն նկատի ունի, որ այն ինչ որ, ինչպես նշեցիք, սովետաթուրքական սահմանը։ Հիմա ասում են որևէ նախապայման չկա, բայց ինչ է դա նախապայման չէ։ Բազմաթիվ կան, պարզապես խոսքը 3-ի մասին է։ Մյուս կետը, երկրորդ կետը, այսինքն դա ցեղասպանության հարցը կասկածի տակ դրել հանձնաժողովի ստեղծում, ասում են նման բան չկա, ինչպես չկա։ Ես կարծում եմ հաջորդ փաստաթուղթը դա հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունները, հիշենք երկմիասնության մեջ էին արձանագրությունները, որտեղ ասում են իրականացնել, այսինքն համաձայնվում են թե ինչեր պիտի կանոնան, իրականացնել երկու ժողովուրդների միջև փոխվստահության վերականգնման ուղղված պատմական հարթության երկխոսություն, պատմական հարթության երկխոսություն, այդ թվում պատմական փաստաթղթերի եւ արխիվների անկողմնակալ ուսումնասիրություն, առկա խնդիրների սահմանման եւ առաջարկների ձևավորման համար։ Հիմա, այսինքն առկա խնդիրների լուծում։ Մենք ինչ պատմական հարթության մեջ, պատմական հարթության մեջ ինչ առկա խնդիրներ ունենք։ Վստահաբար դրանք չեն վերաբերում օրինակ ճարտարապետ Սինանի ցակման մասին, բնականաբար, որտեղ դա առկա խնդիր չի։ Խնդիր պրոբլեմը ինքնին այլ հարց է։ Տարկա խնդիրները դա ցեղասպանությունն է։ Եվ այստեղ նշվում է շատ ցավալի ձևակերպում կա արխիվների եւ փաստաթղթերի անկողմնակալ գիտական ուսումնասիրություն։ Այսինքն ստացվում է, որ միջև կողմնակալ է եղել, պիտի ապահովել անկողմնակալը։ Սա էլ երկրորդ հարց է։ Այո, այստեղ Արցախի մասին ուղղակի վկայակոչում չկա, բայց արդեն ինչպես հարց տվողը իր գրել էր հարցի մեջ, որ դա բանավոր անշեշտում է, բացի այդ այստեղ մի շարք անուղղակի հողումներ կա, երբ որ ասում է, որ տարածաշրջանային, երբ որ խոսում է տարածաշրջանային վիճակի մասին, տարածաշրջանի սահմանների ճանաչման եւ այլն։ Հետևաբար իհարկե արձանագրությունները բնավ չեն բխում Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի շահերից, եւ եթե անհրաժեշտ է, այդպես ոմանք գտնում են, որտեղ իսկապես շատ վիճելի հարց է, պիտի հաստատել դիվանագիտական հարաբերություններ, սահմանները բացել, չգիտեմ ինչ է սահմանների բացելու մեջ են տեսնում փրկություն Հայաստանի, որը այդպես չէ, որովհետև մենք այսօր էլ գրեթե
200 միլիոն եւ ավել առևտուր շրջանառություն ունենք Թուրքիայից եւ ասենք մենք արտահանում Թուրքիա 2-3 միլիոն եւ մնացածը Թուրքիան արտահանում Հայաստան, հետեւաբար սահմանների բացնելու պարագային ես չեմ կարծում մենք թուրքական շուկան կեղենք հայկական ապրանքով, այլ ընդհակառակը որոշ ապրանքատեսակներ որ այսօր դեռևս չեմ կարող թափանցել հայկական շուկա, զուտ են առնում որ ժամանակ երկար է պահանջում, օրինակ միրգ եւ բանջարեղեն է։ Ես գիտեմ որ այն օրը կարտոֆիլ եմ գնել եւ թուրքական արդեն տեսնում եք պատկերացրեք որ այսինքն սահմանը բացվի ինչ կլինի, հետո պիտի հիշել որ երբ որ Թուրքիան առևտրի համաշխարհային կազմակերպությունների անդամակցում ինքը բավականին վերապահություններ է ունեցել վիշապ ապրանքների նկատմամբ ունեցել, հետեւաբար իրենք կարողանան բարձր մաքսադրույքներ ապահովել ներմուծողի համար, իսկ մենք չենք կարող։ Շնորհակալություն։ Ես գիտեմ որ կոնկրետ արձանագրությունների հետ կապված 2009 թվականին մի շարք այսպես ամեն օր գրեթե հոդվածներ հարցերի հետ կապված եւ ի վերջո դա վերածվեց այս հնչեցեք զանգերը սա մեր վերջին երբ որ այս գիրքը երբ դրա անգլերենը այստեղ մոտ 40 հոդված կա որ հենց վերաբերում է այս երկու արձանագրություններին մանրամասն վերլուծությանը ենթարկված է բոլոր թարգմանված եւ բոլոր այսինքն բառար անգամ թարգմանական սխալներ են որ հայերեն տեքստը շատ թարգմանած սխալներ կա որ չափից ավելի շատ անորոշություններ կան, դիտեք նման պայմանագրեր, նույնպես պայմանագրեր պիտի խուսափեն անորոշություններից եւ հատկապես թուրքերի հետ, այսինքն այս արձանագրությունները պայմանագրեր ըստ գործող օրենսդրության անկախ նրա անվանից պայմանագիր, այսինքն երկու պետություն, մեր համապետական փաստաթուղթ կա, որ երկու պետություն դրա համար է պետք է ազգային ժողովը այո, դրա համար է պետք է ազգային ժողովը ավելացնի եւ այն մոտեցումը, որ մենք մեր դիրքորոշումը ամբողջովին կախված մեջ ենք դրել թուրքական խորհրդարանից, նորից սխալ է, բայց դա իմ ամենից ինչ որ ունենք